Պետական անվտանգության ծառայությունը 7 տարբեր քրեական գործերով ձերբակալել է 21 անձի, խոսքը վերաբերում է կոռուպցիային, խարդախությանը, փաստաթղթերի կեղծմանը և պաշտոնական լիազորությունների չարաշահմանը։ Գերատեսչությունը հետաքննչական գործողություններ, ինչպես նաև գաղտնի աուդիո և վիդեո ձայնագրություններ է իրականացրել երկրի մասշտաբով տարբեր տարածաշրջաններում։ Ձերբակալվածների թվում են Պաշտպանության նախարարության աշխատակիցները, բժիշկները, ճանապարհների վերականգնման աշխատանքների համար պատասխանատու անձինք, ինչպես նաև տարբեր համայնքների քաղաքապետարանների ներկայացուցիչներ։ Գործարքների նպատակը ապօրինի եկամուտ ստանալն էր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է վնաս։ Նշված անձանց արդեն մեղադրանք է առաջադրվել և հիմա սպասում են խափանման միջոցի ընտրությանը։ Կայացել է Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրջուլաձեի և նրա հետ միասին մեղադրվող անձանց հերթական դատական նիստը։ Դատավարության ժամանակ արձագաննվել են մեղադրողի 3 վկաները։ Պաշտպանության նախարարության աշխատակիցները զրուցել են այն գնումների մասին, որոնց առնչությամբ Բուրջուլաձեին մեղադրանք է առաջադրվել։ Դատախազների ցուցմունքներով հաստատվում է հանցագործության առկայությունը, իսկ փաստաբաններն ասում են, որ մինչ այս պահը առկա նյութերով մեղադրանքը չի ապացուցվում։ Ջուանշեր Բուրջուլաձեին մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման և ապօրինի եկամուտների օրինականացման մեջ, ինչը ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալով։ Նրա հետ միասին գործով մեղադրյալներն են նրա տեղակալ Գեորգի Խայնդրավան, նույն նախարարության գնումների վարչության նախկին պետ Վլադիմիր Ղուդուշաուրին և Բուրջուլաձեի կնոջ եղբայր Վասիլ Մխեիձեն։ Սպառողական գների հետ կապված խորհրդարանական հանձնաժողովը կձևավորվի հաջորդ շաբաթվա սկզբին և կսահմանվեն քվոտաները։ Վրացական երազանք կուսակցության նախաձեռնությունն է, որ դա ղեկավարի Շալվա Բերեկաշվիլին և բաղկացած լինի 14 անդամից։ Որոշման նախագիծը երկուշաբթի կներկայացվի բյուրոյի նիստին և առանց հանձնաժողովներում քննարկելու կհաստատվի լիագումար նիստում։ Հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սահմանվում է 3 ամիս։ Գրանտների օրենքում կատարվում է փոփոխություններ, կսահմանվի քրեական պատասխանատվություն, արտաքին լոբինգը կպատժվի։ Փոփոխությունը պարզաբանում է, թե ինչն է համարվում դրամաշնորհ և ով պարտավոր կլինի նախապես ստանալ կառավարությունից դրամաշնորհ տրամադրելու թույլտվությունը։ Վրացական երազանքում բացատրում են, որ փոփոխությունների համաձայն դրամաշնորհ է համարվում ցանկացած անձի կողմից ցանկացած անձի դրամական կամ բնական ձևով փոխանցված միջոցները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել Վրաստանի կառավարության, պետական հաստատությունների կամ հասարակության որևէ մասի վրա որևէ ազդեցություն գործադրելու համար։ Սահմանված կանոնների խախտումը կհանգեցնի տուգանքի, 300-ից 500 ժամ համայնքային աշխատանքի կամ մինչև 6 տարի ազատազրկման։ Փոփոխությունը Սահմանադրական դատարանում բողոքարկել են պատրաստվում Լելոյում։ Եվս մեկ փոփոխություն է պատրաստվում քաղաքացիների քաղաքական միությունների մասին օրգանական օրենքում։ Օրենքի նախագծի համաձայն այն անձը, որը աշխատանքային պայմանագրով աշխատում է այնպիսի կազմակերպությունում, որը տարվա ընթացքում իր եկամտի 20%-ից ավելին ստացել է օտարերկրյա ուժից, 8 տարի ժամկետով կարգելվի լինել քաղաքական կուսակցության անդամ։ Պետական աուդիտի ծառայությունը կվերահսկի քաղաքական կուսակցության անդամի ֆինանսական գործունեությունը։ Վրացական երազանքի տեղեկատվությամբ պատրաստվել են նաև ձեռնարկատիրական կազմակերպության հանրային քաղաքական գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններ։ Ձեռնարկատիրական սուբյեկտի կողմից իր հիմնական ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող հանրային քաղաքական գործունեության իրականացման համար պետական աուդիտի ծառայությունը կտուգանի ձեռնարկատիրական կազմակերպությանը 20,000 լարիի չափով, իսկ արարքի, կրկնակի և յուրաքանչյուր հետագա կատարման դեպքում 40,000 լարիի չափով։ Կայա Կալասը արձագանքել է Վրաստանի դրամաշնորհների մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին։ Լրագրողները հարցրել են Եվրամիության բարձր ներկայացուցչին, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել Վրաստանի բնակչությանը օրենքում նման փոփոխությունների ֆոնին։ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի մեկնարկից առաջ հարցեր են ուղղվել նաև եվրահանձնակատար Մարտա Կոսին։ Նրա խոսքով Վրաստանը գնալով ավելի է հեռանում իր ապագա եվրոպական հեռանկարից։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նույնպես արել է հայտարարություն։ Թբիլիսիի պետական և տեխնիկական համալսարանները կմիավորվեն։ Որոշման մասին զրուցել է կրթության նախարարը։ Նրա բացատրությամբ կստեղծվի ժամանակավոր կառավարման մարմին, խորհուրդ և կնշանակվեն ռեկտորի և ռեկտորի տեղակալների պաշտոնակատարներ, որոնք կապահովեն վերակազմակերպման գործընթացի կառավարումը։ Որոշվել է նաև, որ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների շրջանակներում կստեղծվի առաջատար պրոֆեսորի լրացուցիչ ակադեմիական պաշտոն և այդ պաշտոնի համար մրցույթով ընտրված անձինք կապահովեն կրթական և հետազոտական գործունեության ռազմավարական ղեկավարումը։
Թբիլիսին անվանվել է աշխարհի 10 ամենաթրենդային զբոսաշրջային ուղղությունների շարքում։ Forbes միջազգային հրատարակությունը հրապարակել է իր 2026 թվականի վարկանիշային աղյուսակը հիմնվելով TripAdvisor հարթակի տվյալների վրա։ Մեր մայրաքաղաքը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոդվածում ուշադրություն է դարձվում Թբիլիսիի պատմական եւ ժամանակակից ճարտարապետության, մշակութային հաստատությունների եւ նոր արվեստի տարածքների վրա, որոնք քաղաքը պահպանում են ժամանակակից եւ ինքնատիպ։ Հոդվածում հիշատակվում են Ռուսթավելի պողոտան, Թբիլիսի օպերայի եւ բալետի թատրոնը եւ Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարանը։ Հաղորդակցության հանձնաժողովի նոր նախագահը զրուցել է երկրի հեռահաղորդակցության ոլորտում եւ հեռարձակման մեջ հանձնաժողովի մարտահրավերների, ծրագրերի եւ դերի մասին։ Գոգա Գուլորդավային ընտրեցին այդ պաշտոնում 3 տարի ժամկետով։ Օրենսդրության համաձայն ընտրությունները տեղի ունեցան գաղտնի քվեարկությամբ, որտեղ հանձնաժողովի անդամների ամբողջ կազմը աջակցել է Գոգա Գուլորդավայի թեկնածությունը։ Մետրոյի 17 աշխատակիցների փոխանցել են հատուկ պարգևներ իրենց գործունեության համար։ Մետրոյի բացումից անցել է 60 տարի եւ հենց այդ հոբելյանի նշանակության մասին է խոսվել կառավարության այսօրվա նիստում։ Իսկ վաղը նախատեսվում է հանդիսավոր ընդունելություն։ Նախագահը 9 վաստակավոր աշխատակիցների կպարգևադրի պատվո շքանշանով։ Թբիլիսի կառավարության նիստում Կախակալաձեն զրուցել է մայրաքաղաքի բյուջեում նախատեսվող փոփոխությունների մասին։ Աճեցված բյուջեի մեծ մասը կուղվի ենթակառուցվածքային նախագծերին, առողջապահությանը եւ տրանսպորտային քաղաքականությանը։ Ուկրաինայի համար այսպես կոչված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնություն կա, սակայն դա ուժի մեջ կմտնի միայն պատերազմի ավարտից հետո։ Նրա խոսքով անվտանգության երաշխիքը ներառում է եվրոպացի զինվորների փոքր թվաքանակի տեղակայումը, հիմնականում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, սակայն առանց ԱՄՆ-ի աջակցության դա աննշան է։ Մարկո Ռուբիոն նշել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում մնացած հիմնական հարցը վերաբերում է տարածքին, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ ՆԱՏՕ-ի մասին զրուցելիս Քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած չէ միայն Եվրոպայի վրա եւ Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացնելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի գործընկերները նույնպես ուժեղ լինեն։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ 2027 թվականի հունվարի 1-ին Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը բացառված է։ Նրա խոսքով Եվրամիության անդամ դառնալ ցանկացող ցանկացած երկիր նախ պետք է բավարարի այսպես կոչված Կոպենհագենի չափանիշները, իսկ այդ գործընթացը որպես կանոն սովորաբար տևում է մի քանի տարի։ Մերցը նաև նշել է, որ կարևոր է Ուկրաինայի կողմից անդամակցության ճանապարհ բացելու հեռանկարը, չնայած ըստ նրա սա երկարաժամկետ գործընթաց է։ Խաղաղության բանակցությունների վերաբերյալ Մերցը նշել է, որ սերտ կապի մեջ է ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների հետ։ Եվրոպացիների 3/4-ը դեմ է Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը, գրում է Հունգարիայի վարչապետը սոցիալական ցանցում։ Նրա հայտարարությամբ Բրյուսելը հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը եւ միայն մի քանի եվրոպական երկրներ ունեն ուժ դիմադրելու Բրյուսելի կամքին։ Հունգարացիների 95%-ը մերժել է Ուկրաինայի արագացված անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ ցանկանում է պաշտպանել մեր ֆերմերներին, մեր ընտանիքների անվտանգությունը եւ խաղաղությունը Հունգարիայում, գրում է Վիկտոր Օրբանը։ Աջարիայում տեղի է ունեցել հանդիպում ցիտրուսային մշակաբույսերի համակարգող շտաբի անդամների եւ ցիտրուսային մշակաբույսերի ընդունման ու վերամշակման ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են սեզոնի ընթացքում ձեռք բերված արդյունքները եւ առկա մարտահրավերները վերացնելու ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ֆերմերների աջակցության մեխանիզմներին, ցիտրուսային մշակաբույսերի վաճառքի գործընթացին եւ արտադրանքի որակի բարելավման ուղղություններին։ Սեզոնի ընթացքում ավելի քան 20 ընկերություն ստացել է արտահանման մանդարին, իսկ Բուլետիում գործող 2 գործարաններ ապահովել են ոչ ստանդարտ մրգերի վերամշակումը։